Կրթությունը նորաձև է շարժման մասին։ Անկեղծ ասած, Տիկին Գյուրեղյան, ձեր հարցը ինձ շատ հասկանալի չի, որովհետև կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք այն մասին, որ մարդիկ պիտի իրենց վրա աշխատեն, պետք է հասկանան, թե որտեղ են իրենց գիտելիքի, այդ թվում բացերը եւ դրանք փորձեն լրացնել, այդտեղ ոչ մի նորություն չկա։ Եվ եթե մենք ունենք այդ շարժումը, որը աջակցում է մեծահասակների կրթությանը եւ ոչ միայն, որը աջակցում է մեր հասարակության ներսում առկա խնդիրների ձևակերպմանը եւ այդ խնդիրների շուրջ աշխատանքին, դա չի կարող որևէ ռազմավարությանը խոչընդոտել։ Դա գալիս է լրացնելու ցանկացած ռազմավարություն, որովհետեւ կարծում եմ մենք ունենք մի ռազմավարություն, դա մեր երկրում մարդկային կապիտալի զարգացումն է, յուրաքանչյուր անձի լիարժեք իրացումն է եւ ցանկացած խոսակցություն, ցանկացած ռեֆլեքսիա տանում է դրան։ Այս խոսակցությունն էլ է ռեֆլեքսիայի մի ձև, եթե մենք դրան ճիշտ վերաբերվենք։ Եվ եթե դուք հանրային հարթակների ձևավորման, որտեղ մարդիկ խոսում են կարևոր հարցերից, խնդրեմ եք տեսնում, ես այդ խնդրեմը երբեք չեմ տեսել ու չեմ տեսնի, ու ես այդտեղ չեմ հասկանում ձեր հարցադրումը, ինչու պետք է ես դրա հանդեպ ինչ որ այլ վերաբերմունք ունենամ։ Ես կարծում եմ, որ այդ խոսակցությունը կարևոր է։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես ինչքան շատ մարդիկ խոսեն եւ հասկանան իրենց խնդիրները, այնքան մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք այդ խնդիրները լուծելու։ Շնորհակալություն։ Ձագանք Տիկին Անդրեասյան։ Տիկին Գյուրեղյան, մի րոպե դուք չեք կարա ասեք, Տիկին Գյուրեղյան, դուք չեք կարա ասեք արձագանք ու արձագանք եք, ես եմ ասում արձագանք, դուք արձագանք։ Սա կանոնակարգի դուք չեք նախագահում նիստը, անջատեք խոսափողը, ես ձեզ արձագանքի հնարավորություն կտրամադրեմ։ Ինչ է նշանակում միացնել խոսափողը, ասել արձագանք ու արձագանքել, դա նորմալ է։ Հա, կասեմ, Տիկին Գյուրեղյան, իդեպ կրթվելը նորաձև է շարժման հետ կապված, ձեզ ուզում եմ տեղեկացնեմ, որ շարժումը շատ բաց է եւ բոլոր քաղաքացիների առջեւ, բոլոր տեսակի քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների առջեւ, դուք կարող եք ինքներդ գրանցվել, գնալ այդ խոսակցություն լսել եւ հասկանալ, արդյոք պետքա Տիկին Անդրեասյան ինչ որ լիցենզիա տար այդ շարժման համար, թե ոչ, արդյոք ինչ որ խնդիր կա այդտեղ ոլորտային, թե ոչ, եւ հետո ոնց որ իրազեկված ձեր քննադատությունը փոխանցեք մեզ, ես վստահ եմ ձեզ սիրով կընդունեն այդ քննարկումներին եւ սիրով կլսեն նաեւ ձեր տարբերվող դիրքորոշումները, ձեզ արձագանքի հնարավորություն։ Տիկին Անդրեասյան, ուրեմն խոսքը նրանում չէ, որ դպրոցները այո, եթե այդ դպրոցները ամեն ինչ ապահոված լինեին ու բոլոր հնարավորություններն ունենային, այս 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագրի կարիքը չէր լինի։ Խոսքը նրանում է, որ երբ որ ծրագիրը մշակվում է, մշակումից առաջ իրավիճակի վերլուծություն է արվում եւ խոստումները, քայլերի հաջորդականությունը, խոստումների եւ կատարման հաշվարկված է լինում։ Դուք հստակ ձևակերպել եք ռազմավարություն, որտեղ հստակ ենթադրվում է հաշվարկած գրել եք 110, 150, 190, սա նշանակում է, որ դուք կամ հաշվարկը սխալ եք արել, որը ակնհայտ է, կամ դուք ի սկզբանե չեք հասկացել ինչի հետ գործ ունեք, իմ ասածն է, խոստացեք այնքանով, որքանով դա դուք կարող եք, եւ այս խնդիրները չեր լինի, իսկ ինչ մնում է կրթվելը նորաձևին, իմ գրանցվելուն, դե կներեք էլի, այն բանախոսները, որոնք այդ շարժմանը իրականացնում են այդ շարժումը, այդ բանախոսների Facebook-յան բառապաշարը լսելուց հետո, տեսնելուց, կարդալուց հետո, ես ընդհանրապես ես թույլ չեմ տա այդ լսարան մտնել։ Տիկին Գյուրեղյան, դե շարունակեք չիրազեկված դատողություններ անել, խնդրեմ Տիկին Անդրեասյան։ Տիկին Գյուրեղյան, մենք ոչ սխալ ենք հաշվել, ոչ էլ մտածել ենք, որ չգիտենք ինչի հետ գործ ունենք։ Փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ որ մենք մեր առաջ դնում ենք նպատակներ, որոնք դժվար իրագործելի են։ Գիտեք, տարիներ շարունակ ռազմավարությունները գրվել են մի ձևով,
որ ինչ որ մեր ընթացիկ գործունեությունն է, մի քիչ գեղեցիկ բառերով ձևակերպել ենք եւ դրել ենք որպես նպատակ եւ դա թույլ է տվել, որ մենք առավոտյան 9-ից 6-ը ոչինչ չանենք եւ ռազմավարությունը թղթի վրա իրականացվի։ Մենք այդպիսի ռազմավարություններ չենք գրում։ Մենք գրում ենք ռազմավարություններ, որոնք մեր հարմարավետության շրջանակից մեզ դուրս են հանում եւ ստիպում են անել ավելին, քան մենք այդ պահին գուցե մտածում ենք, որ կարող ենք։ Միայն այդպես է տեղի ունենում փոփոխությունը։ Եվ ես միայն ուրախ եմ, որ 300 դպրոց 500 մանկապարտեզը, որտեվ դա մենք մեր անձերի համար չենք անում, մեր երկրի համար այդ միջավայրն ու հնարավորությունը բացի։ Իսկ կրթվելը նորաձևային է, մասնակցելը ձեր իրավունքն է, բայց եթե ձեր հարցը լիցենզավորման մասին էր, նման ուրեմն գործընթացների լիցենզավորման կարիք ընդհանրապես չկա, օրենսդրության հետ կապված որևէ խնդիր չկա։